Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, մեդիա-հաբի հարգելի հետևորդներ, եւ այսպես ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի բոլոր իշխանությունների ժամանակ եղել են մարդու իրավունքների խախտումներ, ոտնահարումներ, եղել են մարդիկ, որոնք ենթարկվել են քաղաքական հետապնդումների, եղել են ձերբակալություններ, որոնց հիմքում եղել է տվյալ մարդու քաղաքական գործունեությունը։ Ցավալիորեն, այո, պետք է փաստենք, որ նման երևույթներ Հայաստանի բոլոր իշխանությունների ժամանակ եղել են։ Սակայն Նիկոլ Փաշինյանը, այսպես ասած, փունջ է հավաքել։ Այնինչ տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին, Հայաստանում կարելի է ասել աննախադեպ է։ Նիկոլ Փաշինյանը քաղբանտարկյալների իր ցանկում տեղավորել է բոլորին անխտիր։ Այդ քաղբանտարկյալների շարքում կան հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ, կան քաղաքական գործիչներ, լրագրողներ, փաստաբաններ, քաղաքական ակտիվիստներ, հասարակական ակտիվիստներ, բարձրաստիճան հոգևորականներ, քահանաներ, կանայք, ընդհուպ կին, որը ունի նորածին երեխա, կան նաև աշակերտներ։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը, ելի եմ ուզում կրկնել, հավաքել է մի ամբողջ փունջ։ Ընդ որում, հարգելի հետևորդներ, ցավալիորեն Նիկոլ Փաշինյանը ընթացքը հանգեցրեց նրան, որ նրանք, որոնք այս պահին կալանավայրում չեն, այլևս մեր ընկալումներում չեն դիտարկվում որպես քաղբանտարկյալ, եւ մենք քաղբանտարկյալ ենք համարում նրանց միայն, որոնք գտնվում են այս պահին կալանավայրում, բանտում։ Սակայն իրականում դա այդպես չէ։ Քաղբանտարկյալ են բոլոր նրանք, որոնք գտնվում են տնային կալանքի տակ, որոնց նկատմամբ կիրառվել է չբացակայելու արգելքը, որոնց նկատմամբ հարուցված է տարատեսակ քրեական գործեր, հարուցված են մեղադրանքներ։ Այդ բոլոր մարդիկ, հարգելի հետևորդներ, քաղբանտարկյալներ են, որովհետև յուրաքանչյուր պահի իշխանությունը ըստ քաղաքական նպատակահարմարության կարող է փոխել խափանման միջոցը եւ նա, ով պարզապես ում նկատմամբ կիրառվել է չբացակայելու արգելքը նա հայտնվի բանտում։ Նման իրավիճակ երբևէ չէր եղել։ Բայց ինչ է հուշում սա, որ հասարակության բոլոր շերտերը, այդ թվում նաև աշակերտները, ընդվզել են Նիկոլ Փաշինյանի դեմ։ Իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի ճանաչում ոչ մի սահման, չի ճանաչում ոչ մի արժեք, չունի ոչ մի սրբություն եւ պատրաստ է կալանավորել աշակերտին միայն Նիկոլ Փաշինյանի վրա բղավելու համար։ Պատրաստ է կալանավորել կնոջը միայն Նիկոլ Փաշինյանի դեմ Facebook-ում ինչ-որ ստատուս գրելու համար։ Պատրաստ է ձերբակալել եւ քրեական գործ հարուցել կնոջ վրա, ով ունի 40 օրեկան երեխա։ Ահա սա է այս իշխանությունների իրական դեմքը։ Եվ որքան էլ որ Նիկոլ Փաշինյանը ամեն օրյա ռեժիմով հայտարարում է ես սիրում եմ բոլորիդ, ակնհայտ է, որ այդ ամենը, հարգելի հետևորդներ, կեղծ է։ Այն ռեպրեսիվ գործիքակազմը, որը կիրառում է ՔՊ-ական իշխանությունը, խոսում է մի պարզ բանի մասին, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը այլևս չունի ժողովրդի աջակցությունը, որովհետև հանրային լայն աջակցություն վայելող իշխանությունը երբեք կարիք չէր ունենա քաղաքական ռեպրեսիաների։ Սակայն այս պահին նույնիսկ մեղմ է քաղաքական ռեպրեսիա անվանելը այն, ինչ արվում է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Սովորաբար աշխարհում կան բազմաթիվ օրինակներ, երբ քաղաքական ռեպրեսիաները կիրառվել են քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ, քաղաքական հակառակորդների դեմ, սակայն երբեք այդ գործիքակազմը չի կախվել հանրության գլխին։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ահաբեկում է ողջ հանրությանը։ Նիկոլ Փաշինյանը տերորի է ենթարկում ողջ հասարակությանը,
անկախ սեռից եւ անկախ տարիքից, անկախ նաեւ տվյալ մարդու, այս կամ այն մարդու գործունեության ոլորտից։ Հարգելի հետևորդներ, մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա հունիսի 7-ին, եթե հանկարծ Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի։ Հայաստանում կհաստատվի ֆաշիզմ, ֆաշիզմ բառից բուն իմաստով։ Իդեպ ֆաշիզմ ասելով պարտադիր չէ հասկանալ միայն ֆաշիստական Գերմանիան Հիտլերի դեմքով։ Ֆաշիզմ է նաև այն, երբ երկրի իշխանությունը հաստատում է այլասերված բռնապետություն, երբ իր կամքն ու իր մտքերն ու իր գաղափարները պարտադրում է հանրությանը, երբ իր սեփական ընկալումները փորձում է ամրագրել սահմանադրությամբ եւ հրամցնել հասարակությանը։ Այդ մասին, հարգելի հետևորդ, մենք մեկ անգամ չէ որ խոսել ենք, սակայն պետք է անդադար մատնանշել վտանգները, որպեսզի հանրության համար պարզ դառնա այն ողջ արհավիրքը, ինչը տեղի կունենա, եթե հունիսի 7-ին Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի։ Սակայն հարգելի հետևորդներ, ՔՊԱ-կան խմբակի այս ողջ այլանդակությունները պայմանավորված են նաև վախով։ Եկեք արձանագրենք, որ այս իշխանությունները այնքան են խորացել իրենց անկման մեջ, որ այլևս հետ դարձի ճանապարհ չունեն։ Եթե Հայաստանը գտնվեր դասական քաղաքական process-ում, ապա իշխանությունները այսքան վախ չէին ունենա, որովհետև եթե նույնիսկ ընտրությունների ժամանակ իշխանությունը պարտվում է, խոսքս դասական քաղաքական գործընթացի մասին է, ապա դրանից ողբերգություն չի սարքում, պարզապես հեռանում է իշխանությունից եւ նրա փոխարեն գալիս է այն քաղաքական ուժը, որը հաղթել է ընտրություններում։ Դա կարող է լինել մի ուժ, դա կարող է լինել կոալիցիոն ինչ-որ իշխանություն, սակայն քաղաքական այդ գործընթացները տվյալ իշխող ուժի համար չեն դիտարկվում կենաց մահու խնդիր, իսկ Նիկոլ Փաշինյանի ու իր ՔՊԱ-կան խմբակի համար դրանք կենաց մահու խնդիր են։ Դրանով է պայմանավորված նաև ՔՊԱ-կան տարբեր падգամավորների ագրեսիվ պահվածքը, ագրեսիվ թե հանրության, թե քաղաքական ընդդիմադիր ուժերի եւ թե այդ թվում լրագրողների հանդեպ։ Հարգելի հետևորդներ, տարածված խոսք կա, որ վախեցիր կատաղած ոչխարից։ Այս իշխանությունները իրենց էությամբ այն անդամները հատկապես, որոնք առավել ագրեսիվ են իրենց պահվածքում, նրանք հավատացեք Նիկոլ Փաշինյանի բառապաշարով ասած, այնքան դուխով չեն, ինչքան իրենց են փորձում ներկայացնել։ Այդ վախն է նրանց դրդել այդպես դուխով հանդես գալու, այդ վախն է նրանց դրդել անցնել պարկեշտության բոլոր սահմանները, այդ վախն է նրանց դրդել ճեպազրույցների ժամանակ վիրավորել հարց տվող լրագրողներին։ Բոլորս գիտենք այդպիսի ագրեսիվ падգամավորների, որոնցից մեկը թեկուս օրերս ճեպազրույց տվող Ռուբեն Ռուբինյանն էր, որը կարծես կապից արձակվածի նման հարձակվում էր բոլոր այն լրագրողների վրա, որոնց հարցերը իրեն դուր չէին գալիս։ Իդեպ այս իշխանությունները որդեգրել են մի տարօրինակ ավելի շուտ ոչ թե տարօրինակ, այլ ծիծաղելի հակադարձում լրագրողների բոլոր հարցերին։ Եվ թութակի պես կրկնում են ոմանք, իհարկե ոչ բոլորի մասին է խոսքը, որ մի հատ բացահայտեք ձեր ֆինանսական աղբյուրները, մի հատ ասեք ով է ձեզ ֆինանսավորում։ Հայտարարում է, ասում է Հայաստանի գործընկերների հետ պայմանավորվում ենք մի բան։ Ոնց ուզում եք դուք կարող եք հեռանալ։ Դուք կարող եք հեռանալ։ Ես որևէ խնդիր չունեմ, կարող եք բոլոր այն լրագրողները այստեղ ներկա, ովքեր որ լավ չեն զգում են փաստից, որ ես բարձրացնում եմ իրենց ֆինանսական աղբյուրների հրապարակը։ Ոչ մեկ դրանից լավ չի զգում, չէ, դուք թիրախավորում եք։ Շատ լավ, բոլոր այն լրագրողները, ովքեր ուզում են լքել այս ճեպազրույցը, ազատ են դա անել։ Ուրեմն Ռուբեն Ռուբինյանին ուզում եմ հատուկ ասել, որ լրագրողը նախ պարտավոր չէ բացահայտել ֆինանսական աղբյուրները, երկրորդը լրագրողը կարող է եւ չիմանալ որևէ ֆինանսական աղբյուրի մասին։ Եվ
նման հակադարձումը ցույց է տալիս այս իշխանությունների գաղափարապես սնանկ լինելը, որովհետև երբ որ դու հարցին պատասխանում ես մի հակադարձմամբ, որը որևէ կապ չունի բուն հարցի հետ, ապա դա ցույց է տալիս, որ դու պարզապես փախնում ես այդ հարցից։ Այո, դու չես կարող հոդաբաշխ բացատրել, որ եթե քո ընկալմամբ Արցախը պատկանում էր Ադրբեջանին, ապա այդ դեպքում ինչու հրահարեցիք պատերազմ, ինչու տվեցիք 5000 զոհ եւ նոր դրանից հետո հայտարարեցիք, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին եւ իբր Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչել էին դեռևս 91 թվականին։ Եթե ճանաչել էին Արցախը Ադրբեջանի կազմում 91 թվականին, ապա ինչու դուք 2020 թվականին պատերազմ հրահարեցիք եւ չասեցիք, որ գիտեք ինչ, հարգելի հանրություն, հարգելի ժողովուրդ, Արցախը դեռևս 91 թվականին են տվել, հետևաբար մենք պատերազմելու կարիք չունենք, զոհեր տալու կարիք չունենք եւ հանձնում ենք Արցախը։ Ինչու տվեցիք 5000 զոհ։ Նիկոլ Փաշինյանը այդ հարցին պատասխանել է, որպեսզի իրեն չասեն դավաճան։ Եվ քանի որ դուք չեք կարողանում հոդաբաշխ այդ հարցին պատասխանեք եւ չեք էլ կարողանում ասել, որ 5000 զոհ ենք տվել, որպեսզի Նիկոլ Փաշինյանին չասեն դավաճան, միանգամից հակադարձում եք, բացահայտեք ձեր ֆինանսական աղբյուրները։ Հաջորդը նույն ԿՊ-ն դեռևս ոչ վաղ անցյալում ինչ-որ ներքին որոշում ասեմ, թե ինչ-որ կանոնագիրք ասեմ եւ թե ինչ ասեմ, որոշում ընդունեց, որ այլևս չպետք է անցնի, այսպես ասած, կոռեկտության սահմանները եւ չպետք է վիրավորական արտահայտություններ հնչեցնի իր քաղաքական հակառակորդների հասցեին։ Սակայն ոչ թե ակնհայտ է, ամենօրյա ռեժիմով մենք տեսնում ենք, որ ԿՊ-ական տարբեր պատգամավորներ վիրավորում են նույնիսկ իրենց նախկին թիմակիցներին։ Օրինակ Հակոբ Ասլանյանին ասում են մոտավորապես այսպես, որ քեզ ռադ արեցինք խմբակցությունից, այնպես մի արա, որ թոշակ չստանաս։ Կամ ինչ որ մի Ռուբեն Ռուբինյան թույլ է տալիս վիրավորել առաջին նախագահին, վիրավորական արտահայտություններ անել քաղաքական իր այլ հակառակորդների հասցեին։ Այդ ամենի մոտիվացիան, հարգելի հետևորդներ, միանշանակ վախն է, պայմանավորված է վախով, որովհետև նրանք ի դժբախտություն իրենց եղան Հայաստանի այն իշխանությունները, որոնք պարտվելու դեպքում պարզապես չեն կարողանալու անկեղծ, ուղիղ, համարձակ նայել պայմանական ասած իրենց հարևանի աչքերին։ Այս իշխանությունները ի դժբախտություն եղան այն իշխանությունները, որոնք հատեցին բոլոր կարմիր գծերը, բացի Արցախից, նրանք հարձակվեցին, իդեպ մինչև հարձակման մասին խոսելը, նաև Արցախի հետ կամ Արցախից հետո նրանք հանձնեցին նաև Հայաստանի ինքնիշխան տարածքները։ Նրանք հարձակվեցին հայ առաքելական եկեղեցու վրա, նրանք ոտնահարեցին մեր ազգային արժեքները, ուրացան ցեղասպանությունը, Ադրբեջանին, ավելի շուտ ադրբեջանցիներին հավասարեցրեցին հայերին ու Հայաստանում տիրող տրամադրությունները հայելային արտացոլմամբ փորձեցին պատկերել նաև Ադրբեջանում ի հաշիվ մեր ազգային նպատակների եւ պատմական հիշողության։ Հարգելի հետևորդներ, ելի եմ ուզում շեշտել, այս իշխանությունը կանգ չի առնելու ոչ միայն պետականակորցման, ոչ միայն ազգակործան, ոչ միայն հայրենադավության իր քաղաքականության մեջ, նա նաև կանգ չի առնելու բռնապետություն հաստատելու իր մոլուցքում, ավելի շուտ ոչ թե հաստատելուն, որովհետև բռնապետությունը Հայաստանում արդեն իսկ հաստատված է, այլ այդ բռնապետությունը խորացնելուն,
դա է հուշում նրանց բոլոր քայլերը։ Հակառակ դեպքում հարգելի հետևորդներ, մենք չենք տենա կին քաղբանտարկյալներ, մենք չենք տենա բարձրաստիճան հոգևորականներ բանտերում, մենք չենք տենա հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների հալածանքների ենթարկվելու, մենք չենք տեսնի ի վերջո աշակերտի, այն էլ այնպիսի աշակերտի, որը ունի բազմաթիվ հիվանդություններ, չենք տեսնի բանտում։ Իդեպ Նիկոլ Փաշինյանը նրան բանտից ազատել է ամենևին ոչ ելնելով գթասրտությունից կամ մեծահոգությունից։ Նիկոլ Փաշինյանը Դավիթ Մինասյանին բանտից ազատել է միայն նրա համար, որպեսի իրեն անվանեն Նիկոլ Մեծահոգի։ Իդեպ եւս մի երևույթ եմ ուզում անդրադառնալ, որը ցույց է տալիս այս իշխանությունների երեսպաշտության մասին, վկայում է այս իշխանությունների երեսպաշտության մասին։ Ուրեմն երբ ձերբակալեցին, բերման ենթարկեցին Գոհար Ղումաշյանին, որը ունի մանկահասակ, ավելի շուտ ոչ թե մանկահասակ, այլ նորածին 40 օրեկան երեխա, այդ նույն ԿՊԱ-ականները սկսեցին ընդդիմությանը մեղադրել, վայ, ինչ խայտառակություն, ինչ ամոթ, մանկահասակ երեխա ունեցող կնոջը ներգրավել են այս գործընթացներում։ Նախ նրանք խախտում են մարդու անմեղության կանխավարկածը, այսինքն ընդամենը ինչ որ մոգոնված, նույնիսկ եթե ոչ մոգոնված մեղադրանքը նրանք արդեն իսկ առանց սпасելու դատարանի վճռին արդեն համարում են որպես փաստ ու իրականություն եւ սկսում են հանդես գալ մեղադրողի դիրքերից։ Բացի այդ իրենք ձերբակալում են մանկահասակ նորածին երեխա ունեցող կնոջը եւ կարելի ասել մեղադրում են հենց այդ կնոջը ձերբակալվելու համար։ Սա արդեն երեսպաշտություն էլ չէ, հարգելի հետևորդներ, սա արդեն անբարոյականություն է։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ, կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ